Խտրականության մասին երբ խոսում ենք, իրականում իմ պատկերացումը հետևյալն է, որ խտրականության ձևակերպումը, որը գոյություն ունի աշխարհում, մենք պետք է ուղղակի ճիշտ փորձենք ընկալել եւ չնույնացնենք դա օրինակ բռնության կամ այլ երևույթների հետ։ Խտրականությունը չհիմնավորված, տարբերակված վերաբերմունքն է մարդկանց նկատմամբ, պայմանավորված նրանց որոշակի հատկանիշներով։ Եվ այդ հատկանիշները շատ տարբեր են։ Մենք այստեղ խոսեցինք գենդերային հատկանիշի մասին միայն, բայց խտրականությունը այսօր մեր երկրում կա նաև պայմանավորված այլ հատկանիշներով, օրինակ տարիքով, օրինակ կողմնորոշումով, գաղափարով, այդ թվում նաև սեռական կողմնորոշումով եւ այլն։ Եվ այս հարցի հետ կապված ուզում եմ ուղղակի իրազեկել մեր գործընկերներին, որ Արդարադատության նախարարությունը մշակում է իրավահավասարության եւ խտրականության արգելքի առանձին ռազմավարություն, որը թիրախավորում է բոլոր հատկանիշները եւ պաշտպանում է բոլոր անձանց խտրականությունից։ Ինչ վերաբերում է բռնությանը, ապա պարոն Միրզոյանը քանի որ շեշտադրեց այդ հանգամանքը, ես ուզում եմ նշել, որ իմ կարծիքով ընտանեկան բռնության պատճառը ոչ թե խտրականությունն է, այսինքն ոչ թե այն է, որ բռնություն գործադրվում է մարդու նկատմամբ, որովհետև նա կին է, այլ նրա համար, որ նա իր կինն է, այսինքն այդ ամուսնու կինն է, այսինքն այստեղ չէ, խնդիրը այլ է, այսինքն եթե Չէ, ուզում եմ ասել, որ ընտանեկան բռնության հասկացությունը եւ իրադրությունը փոքրինչ այլ է եւ ես դա խտրականության արգելքի ներքո այդքան էլ չէի դիտարկի ու պետությունը այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր է ձեռնարկել։ Մենք նախորդ նիստերի ընթացքում էլ լսել ենք բռնության զոհերի պաշտպանության հետ կապված, բռնարարների հետ աշխատանքի հետ կապված քայլերի մասին մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք։